Հրապարակը փորձել է կենտրոնական ընտրական հանձնաժողովից պարզել, թե որ ընտրատեղամասերում են քվեարկության մասնակցել զինծառայողները։ Ասել են, որ զինծառայողների մասնակցության վերաբերյալ որևէ տեղեկատվություն հրապարակման ենթակա չէ։ Բաց աղբյուրներում հրապարակված տվյալների համադրությամբ թերթը պարզել է, թե օրինակ Սոտքում քանի զինծառայող է մասնակցել ընտրության։ Ընտրություններից մեկ շաբաթ առաջ ներքին գործերի նախարարությունը հրապարակել էր ընտրողների թվերը ըստ ընտրատեղամասերի։ Ըստ այդմ Գեղարքունիքի մարզի Սոտք բնակավայրում ընտրելու իրավունք ուներ 695 ընտրող։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն այս ընտրատեղամասում ընտրությանը մասնակցել է 1183-ը, որից 517-ը ընտրողների հիմնական ցուցակից։ Մնացած 666-ը զինվորների ու նույն օրը դատական կարգով ընտրական իրավունք ստացած ընտրողների թիվն է։ Ընդ որում Գեղարքունիքի մարզում ընտրական իրավունք ստանալու համար դատարան դիմել է ընդամենը 4 անձ։ Այս ընտրատեղամասում ԿՊ-ն ստացել է 718 քվե, այսինքն 447-ն ընտրել է մյուս 17 ուժերին, անվավերը եղել 19 քվեաթերթիկ։ Նշանակում է, եթե 666 զինվոր չմասնակցեր ընտրությանը, ԿՊ-ն այս ընտրատեղամասում ջախջախիչ պարտություն կկրեր, ստանալով հազիվ 10-ից 20 ձայն։ Հրապարակը գրում է. հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները հատկապես շարաչունապտակ էին Զորավար Սուրեն Պապիկյանի համար, որի հայրենի Լոռիում, մասնավորապես Ստեփանավանում, Սամվել Կարապետյանի Ուժեղ Հայաստան կուսակցությունը ջախջախիչ հաղթանակ է տարել։ Դիցուք Ստեփանավան համայնքի 2531 ընտրատեղամասում ընտրությանը մասնակցած 757 ընտրողից 744-ն իր քվեն տվել է Ուժեղ Հայաստանին, 8-ը ԿՊ-ին։ Ստեփանավանում Ուժեղ Հայաստանը բացարձակ հաղթանակ է տարել բոլոր 13 ընտրատեղամասերում, առաջանցնելով մյուս ուժերից։ Սա այն դեպքում, երբ այս համայնքը կարելի է ասել Պապիկյանի ու նրա գերդաստանի վոտչինան է, նրանց տոտալ վերահսկողության ներքո եւ համայնքային բոլոր առանցքային եւ ոչ առանցքային պաշտոններում, մինչեւ անգամ մաքրուհի աշխատելու համար Պապիկյանի դաբրոն է հարկավոր։ Նրա ազգուտակն ու ծանոթ բարեկամներն են ամեն օր պաշտոններ զբաղեցնում։ Անգամ ԿՊ-ում են շոկի մեջ ընկել այդ արդյունքներից եւ Պապիկյանին ակնարկել են, որ զրո հեղինակություն ունի։ Ժողովուրդը գրում է. ընդդիմադիր ճամբարում հետընտրական հիմնական տրամադրությունը շարունակում է մնալ սպասողական։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատրաստվում է հունիսի 14-ին հրապարակել ընտրությունների վերջնական արդյունքները։ Սպասման գլխավոր թեման ԲՀԿ-ի ճակատագիրն է։ Կուսակցությանը խորհրդարան անցնելու համար պակասում է մոտ 70 ձայն, եւ այժմ իրականացվող վերահաշվարկը պետք է հստակեցնի, այդ ձայները գտնվում են թե ոչ։ Եթե ԲՀԿ-ն հաղթահարի անցողիկ շեմը, ապա ազգային ժողովում ընդդիմադիր դաշտի պատկերն ամբողջությամբ կփոխվի։ Այսինքն ԲՀԿ-ի խորհրդարան մտնելու պարագայում ԿՊ-ն շատ օրենքներ ընդունելու համար պետք է ընդդիմության դուռը գնա։ Թերևս դրա համար արդեն քրեական հետապնդում հարուցվեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ եւ թույլ չտվեցին լքել երկիրը, մեկնել հանգստի։ Հրապարակը գրում է. չնայած նոր խորհրդարանը դեռ չի ձևավորվել, սակայն ԿՊ-ի ներսում սկսել են պաշտոններ բաժանել։ Նախընտրական ցուցակի առաջին 30-ից 35 համարները հաստատ գործողվելու են խորհրդարան։ Թեժ պայքար է հատկապես ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար։ ԿՊ-ում կարծում են, որ ամենաարժանի թեկնածուն Հայկ Կոնջորյանն է, Ալեն Սիմոնյանը պետք է լքի պոստը։ Չնայած Ռուբեն Ռուբինյանն էլ է հավակնում այդ պաշտոնին եւ քիչ չի ծառայել, սակայն ԿՊ-ում կարծում են, որ նա կոնֆլիկտային խառնվածք ունի եւ չի կարող կոռեկտության սահմաններում մնալ ու բոլորի հետ հաղորդակցվել։ Լիլիթ Մակունցի տարբերակն ամբողջությամբ դուրս չի եկել, բայց քիչ հավանական են համարում։ Հրապարակը գրում է. ընտրություններից առաջ եւ հենց ընտրության օրը տարբեր համայնքներում արձանագրված դեպքերի մասին տարածվել են բազմաթիվ տեսանյութեր ու հաղորդումներ, որոնցում երևում են, որ Փաշինյանի աջակիցները ֆիզիկական բռնություն են գործադրում ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ։ Մասիսում հունիսի 2-ին բոլորը տեսան, թե ինչպես են ծեծի ենթարկում քարոզչություն իրականացնող անձանց, այդ թվում կանանց։ Հարձակվողները ԿՊ-ի աջակիցներ էին, ակտիվ ծեծողներից մեկը ԵԿՄ Մասիսի կառույցի ղեկավարը։ Քննչական կոմիտեն ասում է, որ դեպքի առթիվ ստացվել են հաղորդումներ, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության, խուլիգանության եւ ընտրական գործընթացին խոչընդոտելու հոդվածներով ստացվել է 3 հաղորդում։ Ձերբակալված անձ կամ անձինք կան, ՔԿ-ից բացասական պատասխան են տվել, չկան։ Ժողովրդի տեղեկություններով հակակոռուպցիոն կոմիտեն ավարտել է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Արթուր Ավանեսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը եւ այն ուղարկել դատարան։ Թերթը հիշեցնում է, որ Արթուր Ավանեսյանը կալանավորվել է 2 ամսով։ Նրան մեղադրանք է առաջադրվել ընտրակաշարք տալու համար։ Ավանեսյանի փաստաբանները հայտարարել են, որ իրենց պաշտպանյալը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։